Փաստորաթերթը գրում է Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Պուտինի հարցին, թե որքան է կազմել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, Փաշինյանը պատասխանել է, որ 2025 թվականին այն կազմել է 4 միլիարդ դոլար, իսկ 2024-ին 9 միլիարդ, սակայն Ռուսաստանի նախագահը համաձայն չի եղել եւ նշել է, որ իրական ցուցանիշները ավելի մեծ են։ Դրանից հետո ԿՊԱ-կան պաշտոնյաներն ու падգամավորները իրար հերթ չտալով փորձում են ցույց տալ, թե Փաշինյանը չի սխալվել, համադրել է համադրելի թվերը եւ այլն։ Միևնույն ժամանակ մի շարք փորձագետների ցույց են դնում ուշագրավ պատկեր։ Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների 2024 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 12 միլիարդ 401 միլիոն 604,4 հազար դոլար, այսպիսով 2024 թվականը դարձել է պատմական առավելագույնը, գրանցելով գրեթե կրկնակի աճ 2023 թվականի համեմատ։ Միաժամանակ ըստ 2025 թվականի օգոստոսի տվյալների իրական առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 4,5 միլիարդ դոլար, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 9,2 միլիարդ դոլար։ Այսինքն Փաշինյանը փաստացի կրճատել է տարին մինչև 8 ամիս, շփոթելով թվերը եւ համեմատելով ոչ թե տարեկան, այլ 8-ամսյա ցուցանիշները։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2025 թվականի արդյունքներով հայ-ռուսական առևտրաշրջանառությունը կհասնի առնվազն 7 միլիարդ դոլարի, ինչը զգալի անկում է նախորդ տարվա համեմատ։ Փաստորաթերթը գրում է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը 3 դատի է տվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա վարչական դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի Արարատ լեռան պատկերը սահմանային դրոշմականիկներից հեռացնելու մասին որոշումը, այլ մանրամասնել ճշտել առայժմ չհաջողվեց։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ հայ առաքելական եկեղեցին ազատելու է ամենայն հայոց կաթողիկոսից եւ անցել է գործնական քայլերի։ Սեպտեմբերի 16-ին Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանան հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հնչեցրել էր խոսքեր։ Այդ արտահայտությունների համար Դանիել Իոնիսյանի իրազեկը քաղաքացիների միավորում Հայաստանի հասարակական կազմակերպությունը դիմել է իրավապահներին, կցելով հարցազրույցը, պահանջելով ստուգել պարտադրանքի տարրերը։ Եվ ահա քննչական կոմիտեն սկսեց գործընթաց, գիշերվանից սկսեց հավաքել 17 հոգևորականների, նրանց թվում կաթողիկոսի քրոջ որդուն։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ բացի Իոնիսյանից այս գործով հաղորդում է տվել նաև մի քննիչ, արդեն քննչական գործողությունների արդյունքում, որի անունը ճշտվում է։ Ինչ է ստացվում, Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական պահանջները բավարարելու համար քննիչներին, դատախազներին, փաստորեն նաև Իոնիսյանին հանեց հոգևորականների դեմ։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն 17 հոգևորականների եւ ծառայողների տուն է մտել խուզարկության, միաժամանակ արգրավելով նրանց ընտանիքների անդամների, այդ թվում անչափահասների հեռախոսները, ապա բերման եթարկելով բոլորին։ Մինչև կեսգիշեր վկայի կարգավիճակով բաց են թողել հոգևորականների մեծ մասին, բացառությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի, Մուղնու հոգևորական Արագածոտնի թեմի դիվանագետ Տեր Գարեգինին եւ թեմի 60-ամյա կին ֆինանսիստի, որոնց ամենայն հավանականությամբ կկալանավորեն այս գիշեր նշանակված նիստերով։ Ժողովուրդ օրաթերթին իրավապահ շրջանակից հայտնի դարձավ, որ թեև Տեր Արամը ուղիղ ցուցմունքներ չի գրել իր վերադաս թեմի առաջնորդի առնչությամբ, սակայն ենթադրաբար սևագիր է տվել, որ կաթողիկոսի քրոջ որդին, մյուսները ով ինչ դերակատարում ունեն թեմում, ինչով են զբաղված եւ այլն։ Ահա այսպես Տեր Արամի ձեռքով չեզոքացնելով եւ գլխատելով Արագածոտնի թեմին, Նիկոլ Փաշինյանը մյուս շաբաթ կգնա Օշական մասնակցելու Տեր Արամի պատարագին։ Փաշինյանական հոգևորականն արդեն հաստատել է, որ ինքն է վարչապետին հրավիրել պատարագի, որ հետո իր բնակիչները Փաշինյանին գյուղի վերաբերյալ հարցեր տալու հնարավորություն ունենան։ Հրապարակ թերթը գրում է, մինչ կառավարության որոշ անդամների համար գերթանկարժեք ծառայողական մեքենաներ են գնում, Փաշինյանն ու իր ընտանիքն էլ շրջում են Շարասյունով պարլամենտական կառավարման համակարգ ունեցող պետությունում, օրենսդիրները վիճակահանությամբ են ծառայողական ավտոմեքենաներից օգտվում։ Կրճատվեց նաև ազգային ժողովի ծառայողական մեքենաների թիվը, եւ դրա արդյունքում ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ծառայող մեքենաները նվազեցին։ Հիմա 2 հանձնաժողովի 1 ծառայողական մեքենա է սպասարկում, մինչ այդ յուրաքանչյուրին 1 մեքենա էր հասնում։ Եվ որպեսզի հանձնաժողովները ռազմորկաներ չանեն, որոշել են, որ հերթով են օգտվելու ծառայողական մեքենաներից։ Այսինքն նույն մեքենան մի ամիս մի հանձնաժողովի նախագահին է տանում տուն բերում, աշխատանքի մյուս ամիս մյուս հանձնաժողովի նախագահին։
Պարզեցինք, որ ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովը ծառայողական մեքենան կիսում է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հետ։ Հրապարակ թերթը գրում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պարտականությունները կատարող Ժորա Չիչոյանի հրահանգով Երևանի առաջին ատյանի բոլոր դատարաններն իրենց բոլոր դատավորներով հանդերձ մեկ շաբաթ շարունակ պետք է հերթապահեն դատարանում։ Նման բան մեկ էլ եղել է, երբ Սամվել Կարապետյանին էին ձերբակալում։ Հավանաբար դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը մտածել է տրցակներով միջնորդություններ են բերելու, բոլոր դատարանները հերթապահեն, որ հասցնեն կալանքի սանկցիաներ տալ։ Հիմա 12 հոգևորականների են բերման ենթարկել եւ նորից նման հրահանգ է տրվել, թերևս կանխատեսում են, որ շատ միջնորդություններ կլինեն։ Հրապարակ թերթը գրում է հերթական քարորիայից առաջ ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր են գումարում։ Քննարկում միագումար նիստերի օրակարգ մտող նախագծերը, ընդունում կամ մերժում դրանք։ 3 առողջապահության մշտական հանձնաժողովի նիստ կար, որն առաջին անգամ վարում էին նորընտիր նախագահ Ռիփսիմե Հունանյանը, որի ընտրությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ նախագահը չունի բարձրագույն կրթություն։ Երեկվա նիստը կտապալվեր քվորումի բացակայության հիմքով, եթե ներկա չլիներ Հայաստան Դաշինքի պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանը, որն օրերս է հողին հանձնել որդուն, սակայն ներկայացել էր։ Փոխարենը հանձնաժողովի անդամ ԿՊԱ-ականները չէին բարեհաճել ներկայանալ նիստին, ըստ ամենայնի անձնական գործերն ավելի էին կարևորել, քան աշխատանքը։